Բարև ձեզ, իմ զրուցակիցն այսօր պատմական գիտությունների դոկտոր, արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանն է։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Պարոն Կարապետյան, արդեն 4-րդ օրն է հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունենում լայնածավալ ռազմական գործողություններ, կիրառվում է ծանր հրետանի, օդուժ, ունենք զոհեր։ Ինչի հետևանք էր կոնֆլիկտի այս էսկալացիան եւ ինչու հիմա։ Վարդան, ինձ համար իսկապես շատ դժվար էր ընդունել հրավերը եւ գալ այն ժամանակ, երբ որ Հայաստանը պատերազմի մեջ է, բայց կարծում եմ նաեւ չխոսելն էլ եւ հարցերն էլ չվերլուծել եւ չպարզաբանել սխալ կլինի։ Դրա համար որոշեցի ձեր հրավերը ընդունել, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Ասեմ, որ մեզանում մինչև բոլոր այս քննարկումներին անցնելու կարծում եմ պետք է հստակ մի գիտակցում լինի եւ այդ գիտակցումը կարծես թե կա, որ մենք ինչ որ մի հեռավոր տեղում չենք պատերազմում, այլ պատերազմում ենք մեր հայրենիքի մի մասի եւ հայրենիքի համար, մեր հայրենիքի սահմաններին, Արցախը ինչ որ վերացական տարածք չի։ Եվ դրա համար այդ քաղաքենի այդ եւ ինչ որ ձևով այդ խոսակցությունները, հա, որ մենք գնում ենք այնտեղ այլ այսպիսի պատերազմ, սա ուղղակի անթույլատրելի է այն առումով, որ ինչպես ցանկացած Հայաստանի վայր, Արցախը մասն է այդ մեր հայրենիքի, այս առաջինը, երկրորդը նա մեր ռազմավարական խորքը ապահովող տարածաշրջանն է եւ մեզ համար ունի ողնաշարային առանցքային նշանակություն։ Եվ երրորդը իհարկե ինչը շատ ցավալի է, ավելի է բարդացնում մեր վիճակը, որովհետև կարծես թե մեր բոլոր դժվարությունները, խնդիրները մենք բարդել ենք մեր բանակի վրա։ Այսինքն բոլոր մեր, այսպես ասած, քաղաքական եւ դիվանագիտական բացթողումները, ես մեղմ եմ ասում, նորից այդ բոլորի համար հիմա նորից պատասխան է տալիս մեր բանակը։ Այսինքն մենք 22 տարի առաջ, հա, բանակը իր խոսքը ասեց եւ թողեց դիվանագետներին։ Բայց տեսնում ենք, որ ինչպես հայտնի ասացվածքում ասվում է, երբ լռում են, երբ խոսում են դիվանագետները, լռում են թնդանոթները։ Հիմա թնդանոթները չեն լռում են դիվանագետները։ Այսինքն մենք ստեղ ունենք փակուղի դիվանագիտական։ Եվ սա բավական լուրջ իրավիճակ է, որը որ կանխատեսելի էր։ Եվ կարծում եմ, որ հենց սա էլ մեզ բոլորիս գիտեք սթափեցնելու ինչ որ առիթ է տալիս, որ մենք սթափվենք եւ հասկանանք, թե ինչպես եղավ, որ այդ իրավիճակը, հա, բոլորի համար սպասելի էր, որ մի օր այս ամեն ինչը պետք է լիներ եւ մենք դրան պատրաստ չէինք։ Այսինքն մենք թույլատրեցինք, որպեսզի իրավիճակի զարգացումը գա հասնի այդպիսի վտանգավոր մի կետի։ Այսինքն ինչ կատարվեց, ոնց դա եղավ։ Դրա համար ես կարծում եմ առաջինը պետք է վերլուծել ժամանակային ֆակտորը։ Ինչի հիմա։ Ես կարծում եմ հիմա, որովհետև բոլորը ինչ որ ձևով կապում են Ամերիկայի հետ, հա, միգուցե Ամերիկայի այցելությունը ուղղակի ժամանակային առումով համընկավ։ Միգուցե վերջի շանսն էր Ալիևի համար որոշակի առևտրի մեջ մտնելու, գազատարի կառուցվող, հա, Trans-Adriatic Pipeline-ի եւ մյուս այլ պրոյեկտների իրեն կարեւորությունը վերահաստատելու, մարդու իրավունքների մասով ուրեմն որոշակի ճնշումները նվազեցնելու։ Երևի թե Ամերիկա Միացյալ Նահանգները նախընտրական շրջանում են եւ ցանկացած նախընտրական շրջան Միացյալ Նահանգների համար ուրեմն այդ արդեն այն վերջնական էլի բան շրջանն է, որտեղ որևէ հարցի մեջ լուրջ Միացյալ Նահանգները չեն մտնելու, այսինքն եթե նայենք նաեւ մերձավոր արևելքում տեղի ունեցած պատերազմներն ու ճգնաժամերի բանը հենց ճիշտ տեղի են ունենում հենց այդ ժամանակներում, երբ որ Միացյալ Նահանգներում նախագահի ընտրություններ էր։ Ուրեմն մի մեծ տերության կողմից այս ֆակտորը կար, Ադրբեջանը հասկացավ սա, ուղղակի վերջի ոնց որ sense փորձն էր։ Չնայած որ նրանք կարծում եմ լավ ծրագրված էր այս ամեն ինչը։ Երկրորդը տարածաշրջանային կոնտեքստն է, որը ռուս-թուրքական հարաբերությունների սրումն է։ Ռուս-թուրքական հարաբերությունների սրումը իհարկե հնարավորություն տվեց եւ նաեւ վերջի այցելությունը Ալիևի, մենք տեսանք այդ գրկախառնողությունը, եղբայրությունը եւ այլն,
հնարավորություն տվեց, ես կարծում եմ, այս ամեն ինչը ոչ առանց Թուրքիայի դրդման եւ անմիջական օժանդակության է եղել, որովհետեւ Ալիևը մենակ այդքան կարողություն եւ միգուցե վճռականություն չէր կարող ունենալ այդ ամեն ինչը սկսելու համար։ Երրորդ ֆակտորը, այդ բոլորն էլ խոսացել, ներքին քաղաքական զարգացումներն են Ադրբեջանում, վատթարացող տնտեսական վիճակ, ազգային փոքրամասնություններ, մարդու իրավունք, ճնշումներ եւ սովորաբար նման ավտորիտար դիկտատորներ փորձում են թշնամու կերպար ստեղծել եւ երբ որ ուրեմն այդ կերպարը ստեղծում են, դրա վրա քարոզություն են անում, երբ որ արդեն գալիս այլ որևէ ելք չի մնում, իրանք դիմում են պատերազմական գործողությունների։ Հիմա հարց կտակ, մենք էս չգիտեինք։ Մենք էս գիտեինք։ Մենք էս գիտեինք։ Եվ սպասում էինք այս ամբողջ բանին։ Միգուցե երևի մեր բանակն էր սպասում։ Գոնե ես դիվանագիտական ասպարեզում այդ սպասումները որևէ ձևով քաղաքականության, հայեցակարգային բանի, մենք դրա մասին ես կարծում եմ նորից Այո, կխոսենք։ 4 օրը արդեն տեղի ունենում լարված բախումներ սահմանին եւ միջազգային հանրության արձագանքները կամ լոյալ չեն կամ ազնիվ չեն կամ ընդհանրապես չկան։ Եվ արդյոք դուք օգտագործեցիք դիվանագիտությունը հայտնվել է փակուղում, արդյոք փակուղում թե ձախողում, որովհետև ԵԽԽՎ նախագահի կոչը հայերին դուրս բերել զորքերը օկուպացված տարածքներից, արդյոք սա ձախողում չէր ամբողջությամբ։ Նայենք, ասենց մի կարևոր նաև հանգամանք կար, ես ասեցի ներքին քաղաքական եւ արտաքին մթնոլորտը, Արփի ջան, ինձ համար հստակ է, որ սա խոսենք, հետո անցնենք դիվանագիտության, եթե թույլ կտաք մեզ ժամանակը։ Կարծում եմ, որ սա արդյունք էր շատ լավ հաշվարկված այն հյուծիչ պատերազմի, այդ հյուծիչ պատերազմն էլ նորություն չի։ Հյուծիչ պատերազմը մերձավոր արևելքում եղել է Իսրայելի եւ արաբական պետությունների միջև, երբ որ զինադադար կրկնվել, եւ ուրեմն այդ հյուծման միջոցով ուժերի պարտադրել են կողմերից մեկը մյուսին ուրեմն այդ մարտահրավերը։ Հիմա ինչ էր իր մեջ պարունակում հյուծիչ պատերազմը 94 թվականից ի վեր, Հյուծիչ պատերազմը պարտադրված էր մեզ մոտ թուրք-ադրբեջանական ալյանսով, այսինքն սա մեզ համար հստակ պետք է լինի եւ հստակ նպատակ էր հետապնդում սահմանի փակումը, դիվանագիտական հարաբերությունների չհաստատումը, ոչ մի դեպքում, ոչ միջին, ոչ նվազագույն եւ ոչ էլ ուրեմն բարի դրացիական մեր ուրեմն քայլերով չգնաց Թուրքիան դրան։ Այսինքն սա ծրագրված մարտահրավեր էր Հայաստանին, նոր անկախ Հայաստանին նետված։ Զինադադարը կնքվեց, նրանից հետո մտանք մենք հյուծիչ պատերազմի մի փուլ, որը շարունակվեց մինչև այսօր։ Այո, մինչև ապրիլի 2։ Ուրեմն եւ այդ ֆակտորներից ինչու այսօր, այլ ոչ 1 տարի առաջ, ոչ 2 տարի առաջ, հյուծիչ պատերազմը բերում է պետությունների միջև տնտեսական, քաղաքական, հոգեբանական բոլոր ուժերի գերլարում, այսինքն հաղթում է վերջում այն չլուծված հակամարտության կողմը, որը որ բանակցային սեղանին գալիս է ուժեղ, կուռ պետական համակարգով, կայացած եւ կարողանում է պարտադրի իր խոսքը։ Հիմա այս հյուծիչ պատերազմը, ինչ ձևով Հայաստանը եկավ, հասավ այս ներքին եւ արտաքին քաղաքական կարգավիճակի, ներքին ես նկատի ունեմ մեր արտագաղթը եւ այլն, այս անմխիթար վիճակը եւ մեր արտաքին միջազգային ասպարեզում մեր կարգավիճակը։ Ուրեմն շատ լավ հաշվարկված էր։ Եկան բերեցին Հայաստանի թուլացման ամենահարմար պահին։ Վաղը ավելի ուշ կլինի կարգախոսով, որովհետև վաղը շատ լավ մեր հակառակորդը գիտի, որ լինելու են պարլամենտական ընտրություններ, Հայաստանում փոխվելու է ուրեմն որոշակի համակարգ, քաղաքական եւ ում հետ պետք է գնան բանակցեն եւ ինչպես պետք է խոսեն։ Ուրեմն սա կարծում եմ պայմաններից մեկն է, որը ոչ ոք չի խոսում, որը որ դրթեց հնարավորություն տվեց, այսինքն Ադրբեջանը չէր համարձակվի նման մակարդակի բարձրացնել ռազմական գործողությունները, մենք չենք ասում լայնամասշտաբ, սա ուրեմն պոզիցիոն, ինչ որ տևական մի հակամարտություն է սահմանային, որը որ ուղղակի օգտագործում ենք մենք տարբեր տեսակի ուրեմն զինատեսակներ։ Սա պատերազմ է, բայց պոզիցիոն պատերազմ է։
ու համարձակվեց Ադրբեջանը անել սա, այ հենց այս պահին։ Երբ որ միջազգային մթնոլորտներ այդպիսին իրավիճակը, հա, բարենպաստ, տարածաշրջանային իրավիճակներ բարենպաստ, հիմա չգիտեմ ես որ մի կողմը կանաչ թե դեղին լույս է տվել Ադրբեջանին նաև սա ժամանակը ցույց կտա մեծ տերությունների նկատի ունեմ շահագրգռված տերությունների տարածաշրջանում եւ նրանից հետո մենք կտեսնենք թե այսինքն այստեղ ինչ խաղ են նախաձեռնել համենայն դեպս ես կարծում եմ այս ֆակտորը շատ ու շատ կարեւոր է եւ բոլորի աչքից վրիպում է եւ ուզում եմ ես անպայման ասել սա շատ լավ գալով դիվանագիտության գալով Դիվանագիտությունը, գիտեք, մեր այս տարիների ընթացքում մի շատ կարևոր հայեցակարգային մոտեցում մենք որդեգրեցինք մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը, դա այն էր, որ ստատուս կոն պետք է պահպանել։ Ուրեմն տարվելով ստատուս կվոյի պահպանման քաղաքականությամբ եւ ուղղությամբ մենք կտրվեցինք իրականությունից, կորցրեցինք որևէ տեսակ նախաձեռնություն եւ արտաքին մեր քաղաքական անգամ մեծ տերությունների, այն տերությունները, որոնք որ Մինսկի խմբի համանախագահ երկրներն են, բացահայտ հայտարարելով, որ անընդունելի է ստատուս կվոն, այսինքն շատ լավ իմանալով, որ տեղի պետք է ունենա ստատուս կվոն, ինչին որ Ադրբեջանը ձգտում է, մենք որևէ քայլեր չձեռնարկեցինք։ Իսկ երկրորդ ամենակարևոր հանգամանքը դա նա էր, որ այդ հավասարի նժարը դնել միջազգային մեջ չհաջողվեց փոխել միջազգային հանրության մոտեցումը այդ հավասարի ուրեմն նշանի դնելը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Սա ավելի լկտիացրեց Ադրբեջանին, սա եւ հասկանում եք, այս ֆոնի վրա խոսել, ասել, որ մեր դիրքորոշումները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշումներին, սա նշանակում է ուղղակի տանել փակուղի։ Հույս դնել, որ միջազգային հանրությունը հանձինս Մինսկի խմբի կարող է ճնշումներ բանեցնել Բաքվի վրա միայնակորեն, այսինքն մենք Մինսկի խմբի մենք տեսանք, որ ինչ արդյունքների բերեց։ Ուրեմն ԵՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչների դեսպանների հետ այսօր հանդիպման էլ Սերժ Սարգսյանը կարծես թե հենց դա էր ակնարկում կոչ անելով պարտադրել Ադրբեջանին վերադառնալ 94 թվականի զինադադարին։ Սա արդյոք այն լավագույն մարտավարությունն է, որ այս պահին պիտի իրականացնի Հայաստանը դիվանագիտական մակարդակում։ Ադրբեջան վերջնական ուղղակի սա ցավալի է, որ մենք խնդրի լուծումը նորից դրել ենք մեր զինվորների վրա, մեր բանակի վրա, բայց խնդրի լուծումը լինելու է միայն ուժային։ Խնդրի լուծումը լինելու է կախված է լինելու այ մեր ռազմական հաջողություններից։ Ինչքան այս վերջի հիմա որ պատերազմը ես շատ մեծ հույս ունեմ, որ մեր բանակը, մեր տղաները կկարողանան այդ խնդիրը լուծել եւ միշտ լուծել են եւ մեզ միշտ հպարտություն եւ այսպես վստահություն են տվել երևի թե սա միակ օղակն է եղել մեր ազգային անվտանգության ապահովման, որը որ անշեղ գործել է լավ թե վատ իր բոլոր բաներով հիմա սրա մասին չի խոսակցությունը, բայց ես ուղղակի կարծում եմ, որ լուծումը միջազգային հանրությանը արդեն կպարտադրվի, եթե պարտադրվի, միայն այս ռազմական կամպանիայի արդյունքում է պարտադրվելու։ Իսկ ով կարող է, ես կասկածում եմ, որ ներկայիս իշխանությունները, որոնք բերել հասցրել են այս խեղված իրավիճակին, բերել հասցրել են պատերազմի, փաստորեն Հայաստանը իրավիճակի կլինեն, ուրեմն ձեռքները սեղանին խփելու եւ նոր մարտավարություն եւ նոր քաղաքականության հենքի վրա հայեցակարգային արտաքին քաղաքական մշակելու։ Միշտ հնարավոր է, պարոն Կարապետյան, տեսեք չունենալով քաղաքական լեգիտիմություն, այսօր հանրությունն էլ ընդդիմությունն էլ անվերապահ աջակցություն է հայտնում Սերժ Սարգսյանին եւ իշխանությանը։
Սերժ Սարգսյանն ու իշխանությունը կարող են հանդես գալ ուժի դիրքերից։ Ես պարզապես չեմ հասկանում ինչն է խնդիրը, ինչու են հապաղում, ինչու չեն բողոքի նոտաներ հղում միջազգային հանրության այս կամ այն կառույցին։ Ինչու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների անատամ հայտարարությունների վերաբերյալ որևէ դիրքորոշում չեն հայտնում։ Ես չեմ հասկանում ինչու արտաքին գործերի նախարարությունը շարունակում է լռել։ Եվ այդ ֆոնին արդյոք այս պահին ճիշտ ժամանակը չէ ճանաչել Արցախի անկախությունը։ Եվ վերջո չճանաչելը պայմանավորում են ռազմական գործողություններ չվերսկսելու հանգամանքով։ Ջան, ես կարծում եմ ավելին քան դա։ Ես կապեցի ռազմականի հետ վերջնական։ Իհարկե, դա ճանապարհներից մեկը կարող է լինել, բայց այստեղ շատ ավելի խիստ եւ շատ ավելի հայեցակարգային, հա, մտայնության, մեթոդոլոգիայի փոփոխություն պետք է լինի հակամարտության լուծման։ Եվ ես ասեմ ինչ, ուրեմն մենք սկսեցինք կարգավորման գործընթացը հետեւյալ ֆորմուլայով 94 թվականից հետո, հա, ուրեմն դե ֆակտո անկախ, դե յուրե, ուրեմն Ադրբեջանի կազմում։ Հետո տարիներ հետո, հա, սկսվեց 98 թվականից հետո 99-ից, սկսվեց փոխվել այս կարգավիճակը, դարձավ դե ֆակտո անկախ, դե յուրե ոչ Ադրբեջանի կազմում։ Հիմա ժամանակն է եկել դե ֆակտո անկախ, դե յուրե Ղարաբաղի ամրագրման համար։ Սա երրորդ եւ վերջնական էտապն է դիվանագիտական։ Բայց սրա համար մենք երևի առանձին պետք է նստենք խոսենք սրան ոնց է պետք հասնել, հա, Արփի ջան, որովհետեւ իհարկե կարելի է հասնել, բայց ես շատ մեծ կասկածներ ունեմ, որ անգամ ռազմական հաջողություն, որը մենք բոլորը սպասում ենք, հա, այդ լուրերից մեր Արցախից, որ վերջնական ռազմական հաջողությունը նույն այս մարտիկ կկարողանան ամրագրել դիվանագիտական սեղանի շուրջ նստելով։ Ես շատ մեծ կասկածներ ունեմ։ Տեսեք, մեր դիվանագիտական, հա, Արփի ջան, ամենամեծ ձախողումը եղավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես գործոն դուրս թողնելու։ Հա, ասում ենք բանակցային սեղանին։ Ես դրան ուզում եի գալ, վերադարձնել արդյոք Ղարաբաղին բանակցային սեղան։ Ոչ միայն վերադարձնել։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միայն ու միայն պիտի ինքը որոշի իր ապագան։ Իրեն պետք է մենք սարքենք գործոն։ Այսինքն, եթե պետք է դե յուրե իրավական ձևակերպման համար դուրս պետք է գանք բանակցություններից Հայաստանը եւ ասի, գիտեք ինչ, մենք ունենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որը երկրորդ անգամ ապացուցեց, այսինքն իր կենսունակությունը, եւ հիմա գնացեք Ստեփանակերտի հետ բանակցեք։ Վերջացավ Հայաստանի դերակատը։ Այո, մենք կարող ենք փոխօգնության համաձայնագիր կնքել, ռազմավարական դաշինք կնքել, մենք կարող ենք ճանաչել կամ ինչ անել հետագա բանի, բայց այսօր խնդիրը կայանում է նրանում, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է գործոն դարձնել։ Եվ մենք ամենամեծ ռազմավարական սխալը այդտեղ գործեցինք։ Դա թույլատրեց ինչ արեց, դա մեր դիվանագիտական ճկունությունը, մեր նախաձեռնողականությունը, մեր մանևրելու հնարավորությունը սահմանափակեց։ Դուրս եկավ երկրորդ միավորը, մենք մնացինք միայնակ։ Եվ ինքներս թուլանալով այս հյուծիչ պատերազմի արդյունքում թույլատրեցինք նաև Արցախը։ Ցանում եք, եւ կարծում եմ, որ այսօր այդ միջոցները կան, որ արվի, բայց ես չեմ կարծում, որ այս մարդիկ, որոնք որ իսկապես այս վիճակի են բերել հասցրել, եւ նորից էլի նստած սպասում են թե մեր բանակը ինչ պետք է պատասխան տա, որպեսզի իրենք կարողանան գնալ եւ անհետ ինչ որ բաներ ունենալ։ Ես կարծում եմ այն ճանապարհը չի։ Չեմ կարծում, որ դա կլուծվի, որովհետեւ ստեղ եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հետ աշխատանքի խնդիր կա եւ միջազգային ճանաչման գործընթացը իր մեջ մի ամբողջ լուրջ քայլերի roadmap աշխատանքը, այսինքն ճանապարհային քարտեզը պահանջում, որը որ պետքա մշակվի։ Ցանում եք, որը պետքա մշակված լիներ։ Որը պետքա մշակված լիներ։ Հիմա, եթե Աստված տա, որ այս ամեն ինչը բարեհաջող ավարտվի, ես վստահ եմ, որ կավարտվի, մենք նորից Լեռնային Ղարաբաղը գործոն սարքելով շանս ունենք որոշակի փոփոխություններ մտցնելով մեր լուրջ կտրուկ փոփոխություններ մեր դիվանագիտական մոտեցումների եւ բանի մեջ գնալ առաջ նոր ռազմավարությամբ։ Շատ լավ, պարոն Կարապետյան, վերջին հարցը, քանի որ
Այնուամենայնիվ ունենք այն իշխանությունը, ինչ ունենք այն դիվանագիտությունը, ինչ ունենք այն ձախողումներն այս պահին, ինչ ունենք եւ ունենք լարված իրավիճակ ու պաշտպանական բանակ, որի վրա դրված է չափից ավել շատ պատասխանատվություն ստեղծված իրավիճակը վերահսկելու եւ նույնիսկ դիվանագիտական փաստորեն աշխատանքի համար հող նախապատրաստելու համար ստեղծված նոր իրավիճակում, որը պիտի լինի Հայաստան պետության առաջին ու ամենաարդարացված քայլը, ինչ պիտի անի հիմա Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն իր դիրքերը գոնե մի քիչ բարելավելու թե միջազգային, թե ներքին, թե պատերազմական իրավիճակում։ Ունենալով այս իշխանությունները։ Ջան, հիմա տեսեք մի հատ հասարակ օրինակ բերեմ։ Մենք բոլորս մեծ վերելք ենք ապրում, երբ որ տեսնում ենք, որ կամավորները մեկնում են գնում են հայրենիքը պաշտպանելու, հա։ Իրենք հայրենասեր են։ Ես հիշեցի Թեոդոր Ռուզվելտի խոսքերը, որ ասում էր հայրենասերը նա չի, ով կանգնած է նախագահի կողմը, հայրենասերը նա, ով կանգնած է պետության կողմը։ Այս հայրենասիրությունը մեր ժողովուրդը ունի։ Եվ այս հայրենասիրությամբ առաջնորդվելով ոչ թե անձնական, անհատական շահերի պաշտպանելով, մենք կարող ենք պետություն ստեղծել, բայց այդ դեպքում, ասանում եք փոփոխ, հիմա ունենք այս իշխանությունը, ասում եք դուք, հա, հիմա այս իշխանությունը, որը որ նստել բանակցել է եւ խոսել է, ինչպես կարող է կտրուկ շրջադարձային փոփոխություն իրականացնի նույն այդ միջազգային հանրության հետ։ Մի հարց տամ։ Մենք տեսանք, սա շատ նաև լակմուսային թղթի բան ունեցավ այս կոնֆլիկտը, մեզ համար դասեր հետագայում քաղելու, հա, հարց եմ տալիս էլի դիվանագիտական ոլորտից, որ երկիրը անվերապահորեն մեզ աջակցություն հայտնեց կամ ցավակցեց, որն է մեր բարեկամ երկիրը այսօր։ Ադրբեջանը ունի այդ բարեկամ երկիրը, միանշանակ, մենք չունենք, ոչ փոքր, ոչ մեծ, սա 25 տարվա անկախ պետության համար, չէ որ դիվանագիտությունը դա բարեկամներ ստեղծելու ունակություն է, կարողություն է, չէ, ընդլայնում ես բարեկամների շրջանակը, ոչ մերձավոր, ոչ հեռավոր, ոչ մի ձևով մենք այդ բարեկամները չկարողացանք ստեղծել, սա ինչ է դիվանագիտության մեջ, այսինքն Շնորհակալ եմ, պարոն Կարապետյան, շնորհակալ եմ մեկնաբանությունների համար, տա Աստված, որ իսկապես սրված իրավիճակը ճակատում հանդարտվի, սա թերևս այս օրերի ամենասպասված լուրն է, ամեն օր մարդիկ հենց այդ լուրին են սպասում եւ հուսանք, որ այսքանից հետո գոնե իշխանությունները կհասկանան, որ չի կարելի ամեն ինչ թողնել այն վիճակում, որի վերջո խնդիրը փորձեն լուծել երիտասարդները սահմանին արյան գնով։ Շնորհակալություն նաեւ ձեզ, շարունակեք հետեւել Civilnet-ին։